Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն։ Փառք Տիրոջը։ Գիտես, ինչի մեջով ուզում անցնես, եթե դիմացիցդ մեկն է գնում, ով որ է տարածքին ծանոթ է ու գիտի ինչ անի, դու ապահով ես անցնում։ Հա? Դրա համար որ Տերը քեզ առաջնորդում է, հաստատ տեղ կհասնես։ Եթե մի քիչ առաջ ես իրանից վազում, կարող է գլուխդ խփես ինչ որ բանի, բայց որ թողում ես Տերը առաջնորդի, այդ ամենավատ ջունգլիներում անգամ, երբ որ գիդա հետները լինում, ինչ որ մեկը, որ առաջնորդ է, իմացի խնդիր չի լինի, որտեղ ինքը գիտի որտեղով տանի, որտեղով անցկացնի, որտեղ է վտանգը։ Եթե Տերն է քո առաջնորդը, հաստատ տեղ կհասնես սիրելիս, հա? Աստված օրհնի քեզ։ Փառք Տիրոջը։ Մի հատ ժպտա կողքինիդ ու կարող ես նստել։ Տերը օրհնի ամեն մեկիդ։ Շնորհակալություն սիրելիներս։ Փառք Աստծուն բոլորիդ համար։ Փառք Աստծուն, որ դու այսօր այստեղ ես։ Շնորհակալություն քեզ, որ դու կաս սիրելիս։ Ես շնորհակալություն Տիրոջը, որ դու կաս։ Փառք Աստծուն։ Ինչ լավ ես արևոր եկել ես։ Մի շաբաթ էլ լավ կանես, որ գաս սիրելիս, մանավանդ որ Սուրբ Զատիկն ենք նշելու, հա? Ու անպայման նվերով կգաս, հա, Հիսուսին։ Ահա, սկսվեց։ Չէ, Հիսուսի տոնն է այդ օր, իր հաղթանակի օրն է, անպայման հետդ նվեր կբերես, մի հատ նոր մարդ կբերես, որ փրկության բերես այդ մարդում, լավ, դրանից մեզ նվեր չկա Աստծո համար, հա, մարդկանց փրկությունը, դրա համար մի շաբաթ հարևանա, բարեկամա, ով կլինի, ասա, չես գալի, Զատիկա, չես գալի, գնանք եկեղեցի, հա, անպայման ինչ որ մեկին հետդ բեր Տիրոջ տուն։ Աստված օրհնի քեզ, դժգոհ մարդիկ չկան, չէ, ես վերջերս շուշուտ եմ հարցնում, ուղղակի մեկ-մեկ գիտեք լավ չի երևում լույսա, բայց մեկ-մեկ մի հատ դեմք եմ տեսնում, մեկ ես sense ուզում եմ գնամ կողքը նստեմ, լացեմ։ Ասեմ այդքան վատ է, հա։ Ինձ Տիրոջ տանն ես, ինչի մեջով ուզում անցնես, դու Տիրոջ տանն ես, ուրախ եղի։ Թող հոգսերդ, թող խնդիրներդ, ինչի մեջով ուզում անցնես, էլի եմ ասում, եթե Հիսուսի հետ ես անցնում, տեղ կհասնես։ Եթե քո խելքով չես անցնում, ծանոթներիդ խելքով չես անցնում, զոնքաճիդ խորհրդով չես անցնում, այլ Հիսուսի հետ ես անցնում, կհասնես։ Տերը օրհնի բոլոր զոնքաճներին, ես դեմ չեմ։ Բայց Հիսուսի հետ անցին որ զոնքաճիդ լսի, լավ։ Աստված օրհնի քեզ։ Այսօր ուզում եմ մի քիչ խոսամ մի պատմություն հին ուխտից, հրեա ժողովրդի մասին։ Հրեաները գերության մեջ էին, բայց եկել էր ժամանակը, որ իրանց Աստված գերությունից հանի ու Մովսեսին ուղարկում է, որ հանի գերությունից, բայց դե գիտես, երբ որ դու 3 միլիոն ստրուկ ունես ու քո համար աշխատում են ու մեկը գալի ասում է, գիտես, իշկա, թող գնան, այդքան դժվար է, հեշտ չի, հա, թողելը, 3 միլիոն աշխատող ձեռք ես կորցնելու հենց հիմա։ Եվ Մովսեսն եկել է մի քանի նշանով, հրաշքով, հասկացնում է Փարաոնին, որ Աստված մի հատ պարզ պահանջ ունի քո հանդեպ, արձակի ժողովուրդս, պարզ սովորական պահանջ է, պետք է գնան ինձ պաշտելու, բրծել է քո ժամանակ, ինչքան կարա տանջեցիր, օգտագործեցիր, արձակի ժողովուրդս։ Բայց Փարաոնը մի քիչ ժլատա, մի քիչ էլ հպարտա, մտածում է, Մովսեսնով է, որ ես իր ասածը անեմ։ Եվ Ելից 8-րդ գլուխ 5-րդ խոսքից, և Տերը ասեց Մովսեսին, այսպես ասա Ահարոնին, ձեռքդ մեկնի քո գավազանով առուների վրա, գետերի լճերի վրա, Եգիպտոսի երկրի վրա, գորտեր հանի։ Աստված Մովսեսին ասում է, գնա Ահարոնին ասա, թող խնդիր ստեղծի, թող Եգիպտոսի համար խնդիր ստեղծի, գրած է ամբողջ Եգիպտոսի վրա գորտեր հանի։ Աստված Փարաոնի համար խնդիր է ստեղծում։ Գիտես, մեկ-մեկ մեր կյանքերում էլ Աստված խնդիր է ստեղծում։ Մեկ-մեկ Աստծո մատը խառն է մեր խնդիրներին։
Ամեն խնդիր չի քո կյանքում, որ սատանան է բերում։ Բայ ես ինչ հարցակումների մեջ եմ, բայ ես ինչա կատարվում է, դες չեք է պատկերացնում։ Չգիտեմ ոնց դուրս գամ, սատանան ընկել է հետևից ես։ Մեկ-մեկ Աստվածա թույլ տալի կամ հենց ինքը խնդիր է ստեղծում քո կյանքում։ Ինչ անում եմ չի ստացվում, ինչի ձեռ եմ տալի չորանումը։ Միգուցե ինչ անում ես, այն չես անում, որ Աստված է ուզում անես։ 7 տարի է Մոսկվայում եմ, ինչ գործ բռնում եմ, չի ստացվում։ Հազիվ եմ ծերին կպցնում։ Միգուցե Աստված ուզում է հետ գնաս ձեր գյուղը ու եկեղեցի սկսես Հայաստանում։ Հա, դրա համար էլ հազիվ ամեն ինչ կպնում, որ գնաս այնտեղ ընդհանուր կպնի։ Հա, ծերին չկպնի։ Շատ հաճախ Աստծո ծրագրերը մեր կյանքում լրիվ ուրիշ են ու շատ հաճախ մեր վարդագույն ակնոցների հետ ընդհանրապես կապ չունեն։ Ու շատ հաճախ Աստված հատուկ ինչ-որ խանգարող բաներ է ստեղծում, ինչ-որ ձևով ծանրացնում է գործը, դժվարացնում է, որպեսզի թողես գնաս նենց ոնց որ ինքն է ուզում։ Իսկ մենք հենց մի հատ խնդրի մեջ ընկնում ենք, սատանայի գլուխն ենք ջարդում միանգամից։ Գրածա Աստված Մովսեսին ասեց, գնա Ահարոնին ասա, թող մտնի ծրագրից մեջ։ Հիմա մենք խնդիր ենք ստեղծելու։ Այսօրվա խնդիր ստեղծողը սատանան չի, այսօրվա խնդիր ստեղծողը Ահարոն ջան ասում է, ես ու դու ենք։ Գնա գավազանդ մեկնի, մենք խնդիր ենք սարքում Փարավոնի գլխին, հա։ Եվ Ահարոնը մեկնեց իր ձեռքը Եգիպտոսի ջրերի վրա եւ գորտերը ելան եւ Եգիպտոսի երկիրը ծածկեցին։ Խնդիրը ստեղծվեց, բայց գրվածա եւ մոգերն էլ այդպես արեցին իրանց կախարդություններով եւ Եգիպտոսի երկրի վրա գորտեր հանեցին։ Տեսեք ինչն է հետաքրքիր։ Այստեղ երկկողմանի հարձակում է Փարավոնի վրա։ Համ Աստվածը խնդիր ստեղծել, համ սատանան, որովհետև գրածա մոգերներ իրանց դիվային զորությունով խնդիր ստեղծեցին։ Երկու կողմից խնդրի մեջ է, հա։ Բայց գիտես ինչն է հետաքրքիր, թե Ահարոնը Աստծո հետ էր համագործակցում, մոգերը դևերի հետ էին համագործակցում։ Ու հարցը առաջանում, ում հետ ենք մենք համագործակցում մեր խնդիրների մեջ։ Ում հետ ենք մենք համագործակցում, ինչ որ հարցեր լուծելու համար։ Դե ոչինչ, մի քիչ կեղտոտ մարդ եմ, մի քիչ վատ է իրան պահում, բայց հետը լավ գործեր եմ կարող անեմ, լիքը կապեր ունի։ Նայած ում հետ ես համագործակցում ու ինչի մեջ ես գնում այդ համագործակցության մեջ։ Գրածա մոգերն է կարացան, հա, հանեն։ Մոգերն էլ կարացան դևերի հետ համագործակցելով իրանց ուզածին հասնեն։ Գիտես մեր նպատակը չի մեր ուզածին հասնելը ցանկացած գնով։ Մեր նպատակը պետք է լինի մեր ուզածին Տիրոջ հետ հասնելը։ Սա շատ կարևոր է։ Եթե ինչ-որ մի բանի հասնում ես ու Աստված չկա տեղ, ուրեմն Իսրայել հասել ես։ Մի տղա կար ասեց. հոգիս էլ սատանային կծախեմ, բայց հովիվ կդառնամ։ Ինչ կարծիք եք, դառավ։ Մի քանի տարի տևեց, բայց դառավ։ Բայց գիտեք ինչ եղավ։ Մի տարվա մեջ խայտարակ եղավ, ամեն ինչ խառնեց իրար ու փախավ էս կյանքից։ Երկրից էլ եւ այլը։ Ում հետ ես համագործակցում։ Հովիվ դառնալը նպատակ չի սիրելիս։ Եթե ինչ որ նպատակի հասել ես, անգամ հոգևոր, բայց Աստված հետը չի ում է պետք քո նպատակը։ Դες գրածա մոգերն էլ կարացան անեն, բայց իրանք Աստծո հետ չէին։ Ահարոնը Աստծո հետ էր հասել, գործեր հանելուն, խնդիր ստեղծելուն, մոգերը դևերի հետ։ Մենք շատ ուշադիր պետք է լինենք, հոգևոր մարդիկ ենք, ում հետ ենք համագործակցում մեր ծրագրերին հասնելու համար։ Դե ոչինչ, մի քիչ ծուռա, բայց ոչինչ։ Հա մի քիչ մեղք շատ եմ գործում այդ բանի մեջ, բայց կարևորը նպատակից կհասնեմ։ Եվ Փարավոնը կանչեց Մովսեսին եւ Ահարոնին ու ասեց. Աղաչեք Աստծուն, որ ինձանից ու իմ ժողովրդից վեր առնի գործերին, եւ ես ժողովրդին կարձակեմ, որ Տիրոջը զոհ մատուցեն։ Հետաքրքիր իրավիճակ է։ Մովսեսն եկել ասում է. Փարավոն, թող ժողովրդին։ Պիտի գնանք, Աստված է որոշել, դա իմ որոշումը չի։ Հակաճառում է, սիրտը կարծրացնում է։ Իմիջիայլոց գրածա, որ
Սկզբից Փարավոնը ինքն էր սիրտը կարծրացնում, անգամ Աստված ասեց Մովսեսին, տես Փարավոնը սիրտը կարծրացնում է։ Հետո Աստված ասում է, ես իրա սիրտը կարծացրեցի։ Երևի տեսա, որ կարծրացնում է, ասեց դե տենց էլ թող շարունակվի։ Ինչևէ, Մովսեսը ասում է, թող, ասում է, չեմ թողի։ Խնդիրներ է ստեղծում Աստված։ Մոգերն էլ գործեր հանեցին։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր։ Պատկերացնում եք, սա երկրում գործեր են։ Փարավոնը շուռ է գալի։ Մովսեսին է ասում, աղաչում եմ Աստծուն ասա, թող գործերին տանի ստեղից։ Այն մոգերը, որ գործ էին հանում, աշխատավարձ է տալի իրանց, որտեվ գրած է, որ մոգերը արքունիքից էին սնվում, ոչ հարկ էին տալի, ոչ էլ մենակ ուտում էին արքունիքից։ Փարավոն ջան, աշխատավարձ ես տալի, քո մոգերին էլ ասա, թող հետ ուղարկեն։ Բայց ասում է, խնդրում եմ, Մովսես, քո Աստծուն աղաչի, որ ժողովրդից գործերը վեր առնեն։ Երևի մինչև այդ մոգերին արդեն ասել էր, հետ հանեք չէին կարացել։ Գիտես ինչի։ Սիրելիս, քո կյանքում շատերը կարան գործեր բերեն, բայց գործերին հետ տանողը Աստված է։ Քո կյանքում շատերը փառք Տիրոջը, քո կյանքում շատերը կարան խնդիրներ բերեն, բայց խնդիրները լուծողը Աստված է։ Այսօրվա խոսքը ես տենց է վերնագրել եմ, խնդիրները լուծողը։ Երբ որ հասկանում ենք այս բանը, որ մեր կյանքի խնդիր լուծողը Աստված է, կյանքը հեշտանում է։ Էլի եմ ասում, շատերը կարան քո կյանքում խնդիր բերեն, Աստված էլ կարա, Սատանան էլ կարա բերի, քո խելքից էլ կարաս խնդիրներ բերես քո կյանքի վրա։ Նախանց հարևանդ էլ կարա խնդիր բերի քո կյանքին։ Խնդիր բերողները շատ են, բայց խնդիր լուծողը մեկն է։ Դրա համար կապ չունի որտեղից է եկել խնդիրը, ոչ թե ընկնես Շերլոկ Հոլմսի նման հետազոտես խնդիրը որտեղից է եկել, ով է, հələ մի հատ ինձ ասեք ով է խաբար տվել։ Չէ, ընդհակառակը։ Գնա խնդիր լուծողի մոտ։ Կապ չունի ոնց է եղել, ինչ է եղել։ Գնա խնդիր լուծողի մոտ։ Խնդիր լուծողը Աստված ասում է, աղաչի քո Աստծուն։ Եվ Մովսեսը ասեց Փարավոնին, ժամանակ որոշի իմ համար, թե երբ քո համար, քո ծառաների համար, քո ժողովրդի համար աղաչեմ, որ քեզնից քո տներից գործերը կորչեն եւ միայն գետի մեջ մնան։ Մովսեսը ասում է, օր ասա, երբ խնդիրդ լուծողին դիմեմ, բայց օր ասա, կոնկրետ ժամանակ ասա, որ հանկարծ խնդիրը լուծվի, քո մոգերը չասեն մենք արեցինք։ Օր ասա, ժամանակ ասա, որտեվ Աստված ինքը հստակ խնդիր լուծող Աստված է։ Ասա երբ ես ուզում, այս մեկն է թող քո ուզածով լինի։ Եվ նա ասեց էգուց, նա էլ ասեց քո խոսքի պես լինի, որ գիտենաս թե չկա մեր Տեր Աստծո նմանը։ Չկա իր նմանը, սիրելիս։ Մեր կյանքում բոլոր անհանգստությունները գիտես ինչից է սկսում։ Երբ որ մոռանում ենք ով է մեր խնդիրը լուծողը։ Երբ որ գալիս է անհանգստություն, գալիս է մի հատ խնդիր, ու դու խառնվում ես իրար արդեն։ Բա ոնց պետք է լինի։ Բա ինչ պիտի լինի։ Խնդիր լուծող ունես։ Կապ չունի ինչի մեջով ես անցնում։ Եթե ինքն է դեմից է անցնում, ինքը լուծելու է։ Հիսուսը գիտեք, նենց ճարտարախոս չէր, որ ասեր սենց ուղակի քաղցրախոս ելներ մեկի աշկին դուրը գալու համար ասեր քո հոգսերը իմ վրա գցի։ Չէ, ինքը իրական բան ասաց, ձեր խնդիրները իմ վրա գցեք, ձեր հոգսերը, ձեր բեռը իմ վրա գցեք, հերիքա տանեք, դժվար է մի մարդուն այս աշխարհում երկու բեռ անգամ տանի, երկու հատ խնդիր։ Բայց ամեն մեկից վրա 100, 200, 500 խնդիր է գալիս։ Ես եմ խնդիր լուծող, դες Փարավոնը հասկացավ, ասում է ինչ կլինի։ Եթե հնարավոր է, աղաչի թող արձակի, այս հարցը լուծի։ Եվ Տերը Մովսեսի ասացի պես արեց եւ տներից, բակերից եւ արտերից գործերը մեռան։ Տեսեք, մի հատ գործ չմնաց։ Խնդիրը լուծվեց ոնց որ թե, հա, բայց գիտեք ինչն է հարցը։ Խնդիրը լուծվեց, բայց հիմնական հարցը չլուծվեց, արձակի ժողովրդից։ Իսկ երբ որ Աստված հարց է դնում, իր նպատակը չի ճանապարհին ֆոկուսներ անելը։ Եթե Աստված մի բան է ուզում, նպատակը չի ճանապարհին մի երկու ֆոկուս անեմ, թողեն գնանք։ Չէ, եթե ուզում է, պիտի արվի, վերջ։ Խնդիրը մնացել է արձակի ժողովրդից։ Գործերը մեռան, խնդիրը մնաց։
փոքր խնդիր լուծվեց, բայց հիմնական հարցը մնացել է Արցակի ժողովրդիս 21-րդ խոսքում ասում է, եթե իմ ժողովրդին չարցակես, ահա ես քո վրա, քո ծառաների վրա, քո ժողովրդի վրա, քո տների վրա շանաճանճ կուղարկեմ, եւ եգիպտացիների տները շանաճանճով կլցվեն։ Նաեւ այս գետինը, որի վրա նրանք կան։ Փարավոն ջան, կարամ օրը մի հատ խնդիր ուղարկեմ քեզ, դու որոշի։ Մի օր շանաճանճ, մի օր արագիլ կուղարկեմ, մի օր կարիճ կուղարկեմ, ինչ ես ուզում։ Հարցա դրած, պիտի ասածս անես։ Չես անում, խնդիրները սկսում են։ Իրավիճակները բարդանում է։ Գիտես, մեր կյանքերում էլ Աստված որ մեզ մի բան ասում անենք։ Մի հատ ծառայություն ա տալի, մեկի համար մի բան ասում անես, մեկին զանգես ներողություն խնդրես կամ մեկին զանգես ասես ես քեզ ներել եմ։ Մի բան անես, երբ որ չես անում, ուզում ես 100 հատ, գիտեք, եթե Աստված քեզ ասել է զանգի մորքուրիդ, ասա կներես մորքուր, ես էի մեղավոր, դու մորքուրին չես զանգում, բայց մորքուրի տուն, ուրիշների միջոցով 100 կիլո ուտելիք ես ուղարկում, $100 էլ գումար ես ուղարկում, մորքուրին էլ ես անում, հարևաններիդ էլ ես անում, 1000 հոգու օգնում ես, խնդիրը մնացել է, խնդիրը գնալով բարդանալու է, որտեվ եթե Աստված ասել է զանգի ներողություն խնդրի, մենակետ արա հանգիստ կապրես, դրանից հետո ինչ էլ անես օրհնություն արդեն, կարևորը Տիրոջ ասածով հարցը լուծել ես, բայց այնքան դժվար է ինձ, կլինի 7 ուրիշ հոգու զանգեմ, բայց մորքուրին չզանգեմ, քֆուրչի մորքուր ունեմ, կներես ես բառի համար, չէ, եթե Աստված ասել է զգում ես, ես տրակում ես արդեն, ես ներսդ վառվում է, ավելի լավ է զանգես հանգստանաս, թե չէ բան չի փոխվելու, ուզում ես Աստծո համար միլիոններ զոհաբերի, մի հատ հեռախոս, մի հատ զանգ, խնդիրը լուծվեց, Փարավոնը այդքանը չի հասկանում, Աստված մի քանի ճանապարհով, հիմա էլ շանաճանճ է բերե, եւ այն օր իմ ժողովրդի բնակված Գեսեմի երկիրը կորոշեմ, եւ այնտեղ շանաճանճ չի լինի, որ գիտենաս թե ես եմ Տերը երկրի մեջ, եւ իմ ժողովրդի ու քո ժողովրդի մեջ խտրություն կդնեմ, եկուց կլինի այս նշանը։ Տեսեք ինչ ասում, լավ, ավելի ռադիկալ մեթոդներ եմ սկսում դիմել։ Վաղը սաղ տարածքում շանաճանճ անելու իմ ժողովրդի տարածքում, հրեաների տարածքում ոչ մի բան չի լինելու, որ տարբերությունը զգաս։ Մաղաքիայի մեջ լավ ասում, Մաղաքիա 3-րդ գլխում ասում է, եւ դուք շուտ կգաք ու կտենաք Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը։ Տարբերություն կա։ Հա, այդ տարբերությունը գիտես որտեղ է երևում։ Երբ որ 4 կողմդ խառնված է իրանց պատեն տալի, վախի մեջ բռնված են, ցավերի մեջ բռնված են, դու հանգիստ խաղաղ ապրում ես։ Տարբերությունը երևում է։ Ու Աստված ասում է կտենաս տարբերությունը։ Ամենտեղ շանաճանճ կլինի, տարբերությունը շոշափելի կլինի։ Իմ ժողովրդի մոտ ոչ մի բան չի լինի։ Ես իմ ժողովրդի համար չեմ բերել այս խնդիրը, քո համար եմ բերել։ Եվ Տերը այնպես արեց, եւ շատ ճանաճանճ եկավ Փարավոնի տանը, եւ նրա ծառաների տների եւ Եգիպտոսի բոլոր երկրի վրա, եւ շատ ճանաճանճի պատճառով երկիրը փչացավ։ Մեկ մտածում ենք, ոնց որ ամեն ինչ լավ է, ինչի չեմ կարում ես գումար հետ գցեմ։ Ինչ շատ են մոտանում հավատացյալներ, ասում են, ախր այդքան աշխատում եմ, ինչի չեմ կարողանում հետ գցեմ։ Նայում եմ, պիտի շատ գումար ունենայի։ Բայց չի ստացվում, ոնց որ ամեն անգամ միտեղ գնում եմ։ Կամ այդքան, չգիտեմ, մարզվում եմ, ինչի եմ սենց հիվանդ, այդքան ես ինչ եմ, ինչի եմ սենց։ Հələ մի հատ նայ, կարող եմ ինչ-որ միտեղ մի բան ասելա, չես արել։ Միտեղ ասել է այս ծառայության մեջ մտի, միտեղ ասել է այս մարդուն ես ինչ բանն արա, միտեղ մի բան, միտեղ այն որ ասում է Արցակի ժողովրդից, որ ինձ պաշտեն, միտեղ պետք է գնայր մեկին Աստծո խոսքոսայր, մեկին պետք է զանգեր մի բան ասեիր, չես ասել։ Մտի սենակը ասած Սուրբ Հոգի, կարող է մի բան ասել ես չեմ զգացել կամ զգացել եմ տենց հայավարի սղացրել եմ գնացել է։ Սղացնել չկա, տեսեք Փարավոնը 70 տարբերակով ուզում է սղացնի։ Ամեն անգամ ասում է, լավ կանեմ, մենակ ես հարցը լուծեք, սղացնում է, Աստծո մոտ ինչ սղացնել։ Մենք մարդկանց կարանք խաբենք, ֆռռացնենք, սղացնենք, սայթակացնենք, ինչ ասես կարանք ացնենք։
Բայց Աստծո հանդեպ ծիծաղալու է։ Ընդհանրապես ցանկացած հարց, երբ որ փորձում ես Աստծո առաջ արդարանաս, երբ որ փորձում ես Աստծո առաջ խելոք երևաս, բարի երևաս, շուստրի երևաս կներես այս բառի համար, ծիծաղալու է, որովհետև Աստված ինձանից քեզանից լավ մեզ ճանաչում է։ Մեզ ճանաչում է մեզանից լավ։ Ես ինձ այնքան չեմ ճանաչում, ինչքան ինքը։ Շատ իրավիճակներ կյանքում կա, որոնց մեջ ես չեմ եղել, ու ես չգիտեմ ինձ ոնց կպահեմ։ Ու հարցը առաջանում, որ մեկս ոնց կպահի սիրելիս։ Հա? Հիմա հենց հիմա որ երկնքից մի հատ առուծ ընկնից թե որ մեկս ոնց կպահի։ Որ ասեմ մի հատ առուծ ընկնից թե ինչ կանես, 70%-ը դալուճի կասի կվեր կանամ կճղեմ։ Բայց հենց ընկնի չգիտեմ 7 հոգի կմնա դալուճում թե չէ։ Ես էլ հետներդ։ Հասկանում եք։ Մենք չգիտենք լիքը բաներ, Աստված ամեն ինչ գիտի։ Դրա համար երբ որ մենք փորձում ենք իր մոտ իմաստուն երևանք, սղացնող երևանք, իրան համոզենք, իրան սենց փափուկ բարձ դնենք իր գլխի տակ։ Գիտես ում գլխի տակ եմ փափուկ դարձ դնում։ Ով որ քնելու բնավորություն ունի։ Աստվածաշունչն ասում է Աստված չի քնում ու չի ննջում։ Հենց որ իրան բարձ պետք չի, հա։ Մեզ պետք է անել այն ինչ որ ինքը ասում է։ Ու շատ հաճախ մեր կյանքի խնդիրներն ու փոթորիկները հենց դրանից է սկսվում են։ Երբ որ ինքը մեզ մի բան ասում անենք, արի մտի ծառայության։ Դե ես ինձ ծառայեմ, հենա գալիս եմ գնում եմ, այդքան մարդ եմ բերել եկեղեցի։ Լավ ես արել որ բերել ես, Աստված օրհնի քեզ, բայց Աստծուն դու ես պետք։ Հա, հենց դու։ Աստծուն հենց ես եմ պետք։ Ես այն ամեն ինչի մեջ, ինչ ինքը ասում է։ Անկամ եթե այդ ամեն ինձ դուր չի գալիս սիրելիս։ Ու շատ հաճախ քեզ ասեմ։ Ինքը ինձ ինչ ասում է, շատ հաճախ դուրս չի գալի։ Սկսենք նրանից, որ ասես կգնաս Մոսկվա։ Հա, շատ հաճախ ինքը ինչ որ ասում է, մեր դուրը չի գալի, ու դա նորմալ է, որովհետև մենք մարդկային աշկերով մենք փափուկ անկողին լավ մեքենա, տակ քաղաք ենք ման գալիս։ Էկզոտիկ մրգերով, հա, մեր մարմինը փափուկ, փուփուշ, անուշ բաներ է ման գալիս։ Աստվածաշունչն ասում է նեղա ճանապարհը, որ տանում է երկինք, հա, նեղա ճանապարհը։ Հիմա եկի հասել են շանաճանճերին, էլի խնդիր է առաջացրել Աստված։ Եվ Մովսեսը Փարավոնի մոտից գնաց դուրս, Փարավոնն ասում է ինչ կլինի։ Այս անգամ էլի մեծ մարդ եմ իմա սխալվել եմ, մի հատ էլ կլինի աղաչես էլ ճանաճանջերը մեռնեն։ Եվ Մովսեսը Փարավոնի մոտից գնաց դուրս եւ Տիրոջը աղաչեց։ Խեղճ մեր Մովսեսը ընկել է, այն որ ասում են երկու քարի արանքը։ Մեկ Աստված ասում է գնա ես ինչ արա։ Պատկերացնում եք ինքը գնում խնդիր է սարքում, 5 րոպե հետո գալիս է աղաչում ասում է Տեր ջան կլինի հեռացնես այդ խնդիրը։ Պատկերացնում եք Մովսեսի վիճակը։ Ես մի անգամ եղել եմ այդ իրավիճակում։ Հեռախոսս կորցրել էի։ Շուտ էր դա երևի 20 տարի առաջ էր։ Հեռախոսս կորցրել էի։ Մեր բակում գրպանիցս ընկել էր։ Մեջն դե համարները ամեն ինչ է, էլի այդ ամեն ինչով։ Զանգեցի բարեկամս ասի լսի հեռախոսս կորցրել եմ։ Ասես Դանիներն ասա։ Հեսա շուտ հեռախոսիդ հարցեր լուծենք։ Այն ժամանակ մարդիկ չգիտեին, որ հեռախոսը հսկվում է, հա? Մտածում էին, որ գտնեն իրանցն արդեն։ Վերջը մեր հարևաններից մեկը այդ հեռախոսը գտել էր, երիտասարդ տղա։ Գտել էր փոքր տարիքի տղա։ Չէր տվել։ Այդ ում որ ասեցի, ինքը կոդը ուղարկել էր իր ընկերոջը, օրգանի աշխատող, բարձր պաշտոնյա, այդ ընկերը մի րոպեում հաշվարկեցին ու մոտա վերջ այդ մարդուն բռնել են տարել են հիմա։ Հիմա ես զանգել եմ որ հեռախոսս գտնեն, հեռախոսս գտել են։ Ես էլի զանգել եմ բարեկամիս խնդրում եմ ասեմ այդ տղուն բաց թողեք։ Ասում եմ ինչ ես ուզում գոր, մեկ հեռախոսդ ես ուզում, հիմա գտել ենք, բերել ենք, ասում ես ինչ կլինի իրան բան չանեք։ Հա, համ խնդիր ես սարքում, համ էլ ուզում ես այդ խնդիրին լուծում տաս։ Հիմա Մովսեսը այսօրում է, պատկերացնում եք ամեն րոպե գալի ասում է հեսա այս բանը կանեմ քո գլխին, 5 րոպե հետո գնում է Աստծուն աղաչում ասում է ինչ կլինի, էդի հանի տեից։ Բարի մարդ էլի, որ ուզում է սաղին լավ լինի, հա, համ ասում է, համ գալիս է, գիտեք,
Գրած չի եկավ Մովսեսը աղոթեց, գրածը եկավ աղաչեց։ Այսինքն սրտով աղոթում է։ Սրտով մարդը աղոթում է, որ Տեր ջան, ես հասկանում եմ, սա քո սարքածն է, խնդիր է, որ պիտի լուծում ստանանք, որ գնանք դուրս, բայց խնդրում եմ էլի 40 տարի իրանց մեջ ապրել եմ, ինչ կլինի։ Լուծում տուր։ Դե Աստծո նպատակը ոչ անջերը չի, Աստծո նպատակը հարցի լուծումը ստանալն է։ Եթե Աստված մի բան որոշել է, ինքը իր ուզածին հասնելու է, հա։ Եվ Մովսեսը Փարավոնի մոտից դուրս գնաց եւ Տիրոջը աղաչեց։ Եվ Տերը Մովսեսի խոսքի պես արեց եւ վեր առավ շանաճանճը Փարավոնից, նրա ծառաներից, նրա ժողովրդից։ Մի հատիկել չմնաց։ Մի հատիկել չմնաց։ Գիտես, Աստված կիսատ-պրատ գործեր չի անում։ Մի հատիկ գրածա ճանճ պատկերացնում ես միլիարդավոր ճանճեր են լցվել, գրածա մի հատիկ չմնաց։ Բայց դե Փարավոնը կրկին սիրտը բարթացրեց ու իր իրավիճակն է բարթացրեց, հիմա էլ կարկուտ է գալիս։ Ելից 9:23, 28։ Աղաչեք եւ Փարավոնը ինչ ասում, աղաչի Տիրոջը, որ Աստծո որոտումները ու կարկուտը բավական է, եւ ձեզ կարծակեմ եւ այլևս չեք մնա։ Ոնց որ թե Փարավոնը հասկացավ, Աստված ասել է, Արցակի ժողովուրդս, հիշում եք, հա ամենասկզբից ասել է, Արցակի ժողովուրդս։ Աստված բան է ասել։ Սիրիս, իմ ու քո կյանքում Աստված բան է ասում, շատ հաճախ։ Ինքը իր ասածից չի փոշմանում։ Ինքը իր ասածից նեն չի, որ ասում է, լսի, ասեցի, բայց էսի թաթալաբազի մեկն է, դժվար սա էս կարանա իմ ուզածը անի։ Չէ, եթե ասել է, գիտի, որ կարաս անես։ Եթե ինչ-որ բան է ասել, կապ չունի դու ով ես, դու քեզ ինչ ես գնահատում։ Եթե ասել է, պետք է անես գլուխդ կախ։ Աստված ասում է, չես անում, հետո թազա բան ես ուզում, թազա է ասում, նոր բան է ասում, էդ էլ չես անում։ Երրորդն ես, չորրորդն է, հինգերորդից ես ձեռդ գցում։ Զարմանում ես կյանքդ խիա խճճում, այ մարդ ինչ անում եմ չի ստացվում, այ մարդ ոնց անում եմ չեմ հավաքում իրար վրա։ Ինչի, որովհետև Աստված եթե բան է ասել մեր կյանքում, դա պիտի կատարվի, սիրելիս։ Ուզում ես օրհնված լինես, պիտի անպայման անես։ Անպայման։ Դիր ցուցակով նայ մի հատ քո ամբողջ հոգևոր կյանքում, հեչ ինչ է ասել Աստված։ Ու չես արել։ Սկսի անելը։ Սկսի անելը, որովհետև Աստված սպասում է։ Երկնքում մինչև այդ գալշկան չդնեն, որ էդ էլ արեցիր։ Թասա օրհնությունները չեն գալու։ Արցակի ժողովուրդս, ինչ ուզում ես արա, Փարավոն, ասել եմ Արցակի ժողովուրդս, ինչ ուզում ես արա, չարցակես խնդիր ես ունենալու, հա։ Մենք փորձում ենք Աստծուն, գիտեք ինչ անենք, մեր տարբերակը առաջ բրթենք։ Ինքը ասում է կգնաս, ժամը 7-ին կկանգնես Կրեմլի մոտ, մի հատ կանանչ գլխարկով մարդ անցնելու, տխուր, կմոտենաս կասես, Աստված ունի լուծում քո համար։ Դու նայում ես, ասում ես Տեր Աստված, նայում եմ սենց ժամը 7-ին անձրև լինելու, դժվար ընդդեմ մարդ անցնի։ Կլինի նայեմ, երբ որ անձրևը կդրվի, նոր գնամ, ես էլ իզուր չտրճվեմ։ Մենք փորձում ենք, գիտես ինչ անենք, ամեն իրավիճակում մերը բրթենք, հարմարացնենք Աստծուն մեզ։ Կլինի սենց անեմ, կլինի հենց, չէ, եթե գնաս ժամը 7-ին, հենց քո քայլած տեղի վրա անձրև չի լինելու, մինչև հասնես այդ մարդուն։ Սենց Աստված հատուկ չորացնելու է այդքան տեղը։ Որտեվ Աստված, երբ որ մի բան ասում է, հույսը քո վրա չի դնում, իր վրա է դնում։ Ինչ ուզում է լինի, հա։ Փառք Տիրոջը։ Աստված միշտ հույսը իր վրա է դնում։ Իմ ու քո գործը գիտես որն է, հնազանդվելն է։ Ես ու դու պետք է կարողանանք հնազանդվենք Տիրոջ խոսքին։ Ոչ թե կարծրացնենք մեզ, ոչ թե մերը բրթենք առաջ, Հովնանի նման, ասես գնաս քարոզես։ Թռնենք։ Ուր թռնես։ Իմնա երկինքը, իմնա երկիրը, Աստված ասում է, որ ես քաղաքից եմ քաղաք փախար, ինչ ալնելու։ Գիտեք, Հովնանի պատմությունը կարդացեք, կտեսնեք, մինչև Աստծու ասածը չարեց, Հովնանը չհանգստացավ։ Իրան թվում էր, թե փախնել փրկվելով է, քնելով է, ուրիշ տեղեր։ Չէ, եթե Աստված մի բան ասում մեր կյանքում, սելիս արի անենք։ Ես օրինակ, մի երկու օր առաջ գիտեք ինչ էի մտածում։
Տեսեք, մեր եկեղեցում ոչ թե ինչ-որ, ասենք, գովալու կամ լոպազանալու բան է, բայց մեր եկեղեցում մարդը եթե գալիս է 2-3 տարի, արդեն պատրաստի ավակ է, պատրաստի ծառայող է, այնքան բան գիտի, այնքան հիմքային բաներ է սովորում։ Ու ես մտածում, ասում եմ, հազարավոր մարդիկ կան եկեղեցում։ Այս մարդկանց, որ 20%-ը դաժե հետ գնա, իրանց քաղաքներն ու իրանց գյուղերը եկեղեցիներ սկսեն, մեր երկրում արթնություն կլինի։ Պատկերացնում եք, ասենք, հələ պատկերացրու, դու գնաս ձեր քաղաքը կամ ձեր գյուղը, եկեղեցի սկսես կամ գնաս հովի օգնական դառնաս, մի հատ հովի, որ արդեն 7 տարի արթնության համար աղոթում է, հոգնել է ու գնաս այդ կրակով վառես իրան։ Ինչքան բան կարա լինի, հա։ Ու ես վստահ եմ, որ հաստատ դե շատ մարդիկ կան, ում Աստված կանչել է իր գյուղը, իր քաղաքը, իր փողոցը։ Մեր գործը անելն է, սիրելիս։ Անենք այն, ինչ որ Աստված է ուզում։ Մեկ-մեկ ինձ ասում են, մեկ-մեկ մեզ շուշուտ են ասում։ Մի հատ կասես քո հաջողության գաղտնիքը որն է։ Ոնց է որ այսքան մարդիկ սենց, այսքան սենց, եկեղեցին այսքան լիքը ապաշխարողներ կան, այդքան մարդիկ են նայում, էս են անում, են նայում։ Գիտեք, գաղտնիքներից մեկն էլ է նա, որ ինչ ասում է, գլուխս կախանում եմ։ Դուրս չի գալիս։ Փակ Տիրոջը։ Դուրս ես անկեղծ եմ քեզ ասում։ Իր ասածներից երևի 90%-ը դուրս չի գալիս։ Իմ համար հանգիստ եկել է Եվրոպայից նոր եկած, այն որ ասում էին Իրանից գո, ուղարկեց յուղերը, եսին որտեղ 7 տարի, նոր ամուսնացած մարդ, դուրս չի գալիս, բայց կապ չունի, գիտես քո դուրը գալիս է, թե չի գալի, ես նոր էի ամուսնացել, մի ամիս 20 օր չեր անցել, գնացել եմ միտեղ, որ կարա հետ չգա այնտեղից, 20 օր չեր անցել, 20 օր չեր անցել մեր ամուսնությունից, գնացել եմ, դուրս չի եկել իհարկե, ոչ մեկ չեր ուզի գնալ, Աստծո խոսքի մեջ ասում եմ, որ մեկը պսակում է մի տարեսկի բանակ մի ուղարկեք, բայց ուզում էր գնայ, գնացի, գլուխս կախ գնացել եմ, մենք պետք է անենք այն, ինչ որ ինքը ուզում է, ոչ թե ինչ որ մեզ է դուր գալիս, մենք սիրում ենք մեզ դուր եկածը անենք, տենց հավես է, տենց օրգանիզմի տա հավես, մարմինը տենց է ուզում, աշկերը տենց են ուզում, ականջները տետ են ուզում լսեն, շնչառականը ուզում է այդ հոտը քաշի, դու ուզում ես գնաս ալպիական մարգագետինների ծաղիկների հոտը քաշես, Աստված ասում է մտի մի հատ են գոմ են կտվորուհուն քարոզի, կովի հոտի մեջ, ով որ գոմ մտել է գիտի, մի անգամ մտնում ես մի շաբաթ վրից այդ հոտը չի անցնում, հա, մարդիկ դրա համար գոմ հատուկ շոյերով են մտնում, որովհետև ուղղակի չի, ես չգիտեմ այդ ինչ ֆենոմեն է, մտնում ես գոմ, դուս ես գալիս ամիսներով այդ շոյի վրա այդ հոտն է, հա, խեղճ կովերը ոնց են տեղի օլա գնում, բայց ինչ որ է, գիտես, շատ հաճախ իր ասածը մի քիչ այն չի, հիմա ստեղ էլ նույն վիճակն է, փարավոնին ասում է 3 միլիոն քո ստրուկներին տուր, դիմացի ինչ եմ ստանալու, ոչ մի բան, ուղղակի տուր հերիքա, խեղճը չգիտես, հակաճառումը, բա ինչ անի, շարունակվում է խնդիրը, շարունակվում է, 29 խոսքում ասում է, Մովսես ասես նրան, հիմա էլ կարկուտի տակ են ընկել, ասում է, հենց որ քաղաքից դուրս գամ, ձեռքերս դեպի Տիրոջը կտարածեմ, որոտումները կդադարեն, եւ այլևս կարկուտ չի լինի, որ գիտենաս, թե երկիրը Տիրոջն է, տեսեք արդեն Մովսես էլ Աստծուն չել հարցնում, այնքան վստահ է, այնքան համոզված է Տիրոջ վրա, ասում է, հենց քաղաքից դուրս գամ, ձեռքերս բարձրացնեմ կարկուտը կանգնելու է, էլ չել աղաչում Տիրոջը, վստահ է, գիտի, Աստված ոչ թե ուզում է կարկուտով Եգիպտոսին սպանի, այլ ուզում է խնդիրներ սարքելով ստիպի, որ Եգիպտոսը թողի իր ժողովրդին, ասում է, հենց դուս եկա ձեռս բարձրացնեմ կարկուտը կանգնելու է, տես Աստծո այդ մտերմությունը համոզվածություն է բերում, հա մեր կյանքերում, որ մի քիչ մտերմանում ես Տիրոջ հետ, արդեն վստահ ես խոսում, արդեն գիտես, որ Աստված
քո ասացի հետևը կանգնած է։ Եթե ասում եմ Տերը կանի, ասում եմ ես դուս եկա ձեռներս բարձրացեցի կարկուտը գնաց։ Եվ Մովսեսը Փարավոնի մոտից քաղաքից դուրս եկավ, ձեռքերը դեպի Տիրոջը տարածեց, որոտումները կարկուտը դադարեց, երկրի վրա անձրև չկաթեց։ Ասում եմ ուշադիր լինես, մի կաթիլ անգամ խնդրից չմնաց։ Բայց գիտես ամեն հակառակություն նոր ավերածություն էր բերում։ Չկա բրծում Աստծո, սիրելիս, չկա տենց բան։ Եթե Աստված որոշել է մի բան, ավելի լավ անենք։ Եթե Տերը քո կյանքում բանը որոշե, մի հետաձգի։ Մի ասա վաղը, մյուս օր, լավ էլի Աստված ջան, ես սենց, ես մտածում եմ դեռ շուտ է, կլինի մի քիչ հետո, ինչքան շուտ այնքան ապահով։ Քո օրհնությունը հենց այդ շուտի մեջ է։ Հովնանը հենց քարոզես պրծավ, արդեն հանգիստ կարար նստեր, Աստված իր համար հատուկ դդումի հով սարքեց։ Բույս աճացրեց, որ Հովնանը հովը վայելի։ Ինչի, որովհետև արդեն Աստծո ուզած արել է։ Քանի չեր արել, գետի փորի մեջ լամբադա էր ապարում։ Քանի չեր արել, գնում գալիս էր։ Ինչ իմաստ ունի, հակառակվեմ Աստծուն այդ գարշահոտության մեջ գնամ կամ լխ կամ կներես, որ կարամ հանգիստ նստեմ հովին վայելեմ տեսարժան վայրերը, հա, տեսադաշտը սիրուն։ Որոշողը ես ու դու ենք։ Փարավոնը լհակաճառում է, հələ մտածում է, չէ, հիմա էլ Աստված մորեխա ուղարկում։ Դե որ չէ, հիմա էլ մորեխա ուղարկ է։ Էլիա խնդրում։ Եվ Ելիս 10:19-ում գրած է, եւ Տերը մի խիստ սաստիկ արևմտյան հով ուղարկեց, որ մորեխը վեր առավ ու կարմիր ծովը քշեց։ Եգիպտոսի բոլոր սահմաններում մի հատ մորեխ չմնաց։ Տեսնում եք Աստծո ձեռի գործը։ Մի հատ էս երկու գլուխը նորից կարդացեք տանը։ Մի հատ գործ չմնաց, մի հատ մորեխ չմնաց, գրածա մի հատ ճան չմնաց, մի կաթիլ անձրև չմնաց։ Այն որ ասում են, բանը, ոսկերչական աշխատանք, հա։ Աստված կարա քո կյանքում այդ ոսկերչական աշխատանքը անի, խնդիրներից հետքն էլ վերացնի։ Հետքը վերացնի։ Գիտես, Սեթրակի, Միսակի, Աբեդնագովին գրածա որ գցեցին կրակի մեջ, երբ որ իրանք չէին ուզում պաշտեին կուրքին, բայց գրածա իրանց վրից կրակի հոտը անգամ չէր գալի։ Սատանան խնդիր սարքեց, բայց խնդրի հոտը անգամ չէր գալի։ Ավելին ասեմ քեզ, գրածա որ այնտեղ կրակի մեջ Հիսուսը եկավ իրանց մոտ։ Խնդրի կիզակետը, այդ ամբողջ խնդրի ամենավտանգավոր, ամենասպանող մասը կրակն էր։ Կիզակետի մեջ գրածա Հիսուսն եկավ իրանց մոտ։ Աստված քո խնդրի են ամենաթեժ կետում կարագա քո հետ հանդիպի։ Կարագա քո հետ հանդիպի ու նենց հանի այդ խնդրիդ մեջից, որ հոտն էլ չգա խնդրիդ վրից հետ։ Այն որ նայում ասում ես, այ մարդ 7 երկիր է խառնվեր, 8 պրեզիդենտ է խառնվեր, այս հարցը չէր լուծվի։ Ես ոնց sense լուծվեց։ Աստված ունենք աշխարհը չունի։ Ահա հենց այդտենց։ Հա? Փառք Տիրոջը։ Մի քիչ առաջ մինչև բարձրանալը մի եղբոր հետ էի խոսում, ասեց, այս ինչ խնդիր է կար անհնարին։ Հաջորդ օրը եկանք խնդիրը չկա։ Ծիծաղում ենք, հնարավոր չի, բայց չկա։ Հնարավոր չի, ֆիզիկապես անհնար է։ Բայց դրա համար Աստված անհնարինի Աստվածն է։ Հա, հնարավորը հնարավոր ձևով է լուծվում, անհնարինը գերբնականով է լուծվում, սիրելիս։ Հա, դրա համար էլ մեր Աստվածն է, դրա համար մենք հենց այդ Աստծուն ենք հավատացել։ Հենց այդ Աստծո հետևից ենք գնում։ Դրա համար էլ կարևոր է, որ հենց այդ Աստծո ասածով դու շարժվես։ Փարավոն, Արցակի ժողովուրդս։ Գիտես շատերիս կյանքում շատ հաճախ շատ հարցեր չեն լուծվում, որովհետև այն նախնական Տիրոջ պահանջը չեն անում։ Գիտեք ինչքան քրիստոնյաներ եմ տեսել, որ խոսացնում ես, ասում ես, գիտես, երբ որ նոր էի ապաշխարել, մի 2 տարվա հավատացյալ էի, Աստված ինձ մի հատ խոսք տվեց, որ ինձ տանելու է հեթանոսների մեջ, էս անեմ, այն անեմ, այն անեմ։
Այդ ամեն ինչը պատմում է, սիգարետը ձեռը, բաժակը ձեռը։ Ասում եմ, բա ինչ եղավ։ Դե ասում եմ, կամաց սառեցի, հոգսեր, գործեր, աշխատանք։ Ու հիմա երջանիկ ընտանիքի տեղը մենակ նստած է, տխուր, ինքը իր սիգարետն ու ալկոհոլը գրկած իր կյանքն է ապրում։ Ինչի՞։ Որովհետև տենց էլ Աստծո ասածը չի արել։ Հիմա շանաճանջն է եկել, գործն է եկել, մորեխն է եկել, կարկուտն է եկել, տո ինչ ասես եկել է։ Ինչի, որովհետև տենց էլ չի արել, ինչից սկզբից Աստված կանչել էր։ Գիտեք, Աստծո նպատակը չի շանաճանջ բերելը, բայց շատ հաճախ շանաճանջը մեզ հանում այնտեղից, որտեղ որ Աստծո կամքը չի։ Շատ հաճախ Աստված կարա վատ բաներ բերի քո կյանք, ոչ թե նրա համար, որ դու վատի մեջ գնաս, որ կարանաս դուրս գաս իրավիճակից հետ։ Մի անգամ Աստված երկու բառ մի հատ այլազգի պաշտոնյայի շուրթերից երկու բառ իմ ամբողջ կյանքը փոխել է։ Երկու բառ։ Բայց եթե երկու բառը չլներ, ես հիմա ստեղ չէի լինի։ Ինչ որ մի երկրում մի հատ բիզնեսմեն կլնեի, կամ էլ ընդհանրապես չէի լինի, չգիտեմ։ Մենք ուրիշ ձև ենք մտածում։ Մեր ծրագրերը ուրիշ կոմ է գնում։ Մենք միշտ մտածում ենք փափուկ մարմնի, փափուկ դիրքից։ Ոչ մեկս չի երազում, չէ, Տեր Աստված այնքան եմ ուզում։ Մոտակա 2 տարին Աղվանստանի աուլներից մեկում լինեմ, սոված, ծարավ, ձեռքերս կապած, տանջվեմ քո համար։ Ոչ մեկ տեն չի երազում, չէ։ Բոլորս ինչ ենք երազում։ Տեր Աստված, ես երբեմ յախտա ունենալու սենց պարկեմ ծովի մեջ, ճայերը գան, հացիկ գցեմ իրան կուտեմ սենց։ Դե մարդ ինչ է երազում, իր փափուկ մարմնի փափուկ ցանկությունները։ Հա, մի քիչ սենց կլինի, մի քիչ նենց կլինի, բայց այդ փափուկ մարմնի փափուկ ցանկություններն է երազում։ Մեկ էլ որ Աստված գալիս ասում է բարև։ Կլինի այդ ամեն ինչը թողես գնաս ես ինչ անես։ Ասում ես լավ դու ընդհանրապես հաշվի չառար իմ երազանքները։ Հաշվի առելը։ Յախտա ես ուզել, քո համար կրուիզնի լայներա պատրաստ է մեծ, բայց հետո է ալինելու, մի քիչ իր ասած անես, որ գա, հա, փառք Տիրոջը, հա, ու երբ որ դու չես անում, մեկ էլ գործերն են գալի յախտայի տեղը, մորեխներն են գալի, կարկուտն է խփում, շուրս գալիս ասում ես, աղոթքս ուրիշ տեղ է գնացել, ես ինչ է կատարվում, Արցակի ժողովուրդս պահանջ եմ դրել, բան եմ քեզ ասել, արա, ես քեզ ծրագիր եմ տվել քո կյանքի մեջ, արա, այն ինչ ես եմ ուզում անես։ Գիտես, եթե եկեղեցում 3 տարբեր մարդիկ քեզ մոտենում են, ասում են, բայց դու նես լավ կլներ փառաբանության մեջ, ով ես, մեծն, հենց որ ասում ես մեծն մտառը կարաս հանես, մի անգամից, որովհետև Աստված է մենակ մեծ, մարդացը որ իրանք կարծում են մեծ են, այդ մի անգամից չկա, Աստված 1000 ճանապարհով մեր հետ խոսում է, երազով կխոսա, ուրիշների շուրթերով կխոսա, դու ներսից հետ կզգաս, բայց մարմինը միշտ ասում է, այ մարդ է գալիս ես, փափուկ քո համար նստում ես ընդել, ինչ ծառայել, փառաբանություն, փորձերի գաս, ես անես, հավես ունես, հենա գալի հետները հավասար երգում ես, դահլիճից դամ ես պահում, օգնում ես իրանց, մեկ մարդիկ կան, չէ, որ մի քիչ լավ ձեն ունեն, անպայման երկրորդ ձեն են երգում դահլիճից, որ առանձին մի հատ իրան ձենը զնգա, արի ստեղից զնգացրու, նստել ես ասում ես, ես մեր ներին ոնց որ են մատը երկար պահեց են կլավիշի վրա,
Ես կոնսերվատորիա ավարտած գիտեմ, էլի, մի քիչ երկար պահեց։ Արի դու կարճ պահի։ Նելին կոնսերվատորիա չի ավարտել, բայց Տիրոջը ծառայում է։ Ու օրհնվում է։ Ամեն։ Հա, փառք Տիրոջը։ Տերը ամեն մեկից համար էլ խոսք ունի։ Ասում է, խոսում է մեր հետ, սիրելիս։ Ուզում ես գործ ու կարկուտ չլինի։ Իր ասածն արա։ Որտեւ ինքն է խնդիր լուծողը։ Իր ասածը արա այդ բոլոր խնդիրները կյանքից հեռացնում է։ Չեմ ուզում գնամ։ Դու գիտես ես ուզում եի ուշքս գնում եմ գնալու համար։ Խաչատուրովյանից 5 եմ պակաս, եմ ասում տնից դուրս եկել չի վերադարձել։ Գիտեք 91 թվից տնից դուրս եմ եկել։ 91 թվից 92-ից, այդ չեմ էլ հիշում արդեն։ Դառնամ Խաչատուրովյանը։ Հա? Հենց չի որ բոլորս ուզում ենք, հա, լիքը բաներ կա մեր կյանքում, որ պետք է չուզելով անենք։ Որտեղ չուզելով արածի մեջ, եթե Աստծո ուզածն է, մեծ օրհնություն կա։ Եթե այնպես բան ասի Աստված, փառք Տիրոջը։ Եթե Աստված քեզ ասել է գնա ու Մոսկվայի կենտրոնում ամենաթանկ ռեստորանում լավ հաց կեր, վճարածա։ Դրա մեջ մենակ փորիդ համար է օրհնություն։ Հա, որովհետև անում ես այն ինչ որ քեզ հավես է այդ րոպեին։ Դրա մեջ ինչ որ մեծ պարգև չկա Աստծոց հետոյի համար։ Ընդհակառակ այդ արդեն նվեր է քեզ։ Բայց եթե նես բան ասում որ դու չես ուզում ու անում ես, այ դրա մեջ մեծ օրհնություն կա։ Դրա օրհնությունը հետո է գալու։ Դրա օրհնությունը մեծ է ու հետո է գալու։ Դրա համար երբ որ Տերը մեզ ասում է, սիրելիս, եթե Տերը քո սրտում մի բան է դրե, քո կյանքում մի բան ասի անես, ախր խնդիրներս այնքան շատ է, խնդիրդ լուծողն է ասել։ Արա իր ասածը խնդիրներդ կլուծի ինքը։ Ավելի շուտ, քան թե դու քո խելքով, քո ծանոթներով կփորձես լուծես։ Մենք ինչ որ չգիտեմ, ինչ որ կլուբ չենք, էլի, ինչ որ խմբավորում չենք, կուսակցություն չենք սիրելիս, որ հավաքվում ենք մեր կուսակցության լոզունգների հետևից գնանք։ Մենք Հիսուսին հավատացող ժողովուրդ ենք։ Արի այտենց էլ ապրենք։ Հա? Արի ապրենք այտենց։ Փառք Տիրոջը։ Ես մի անգամ միտեղ էի։ Լիքը ծառայողներ էին։ Լիքը հարցեր էին քննարկում։ Վերջում ասին դուրդ եկավ, ասի չէ։ Ասին ինչ ասի, որտեղ եթե Հիսուս բառը ու Աստված բառը այս ամբողջ մեր 3 օրվա խոսակցություններից հանեինք, ոչ մի տարբերություն չկար, ինչ որ կորպորացիա հավաքել էր քննարկման, հավաքվել էր, թե հոգևոր էին հավաքվել։ Իմ դուրը չեկավ։ Մենք կորպորացիա չենք, կլուբ չենք, ակումբ չենք, չգիտեմ, ինչ որ մի հատ ասոցիացիա չենք։ Մենք Աստծո ժողովուրդ ենք, ով հավատում է կենթանի Աստծուն։ Եկեք իսկականից իր ուզածով ապրենք։ Եկեք իր ուզածը անենք, եկեք իր նմանվենք, եկեք իր մաքրություն, իր սրբությունը հետևենք ու պահենք սիրելիս։ Թե չէ կդառնանք մի հատ նույն, գիտես ինչ, կա ակումբ ջազի սիրահարների, սա էլ կդառնա ակումբ Հիսուսին սիրողների։ Եկել ենք ակումբում, հավաքվել ենք, այսօր առանց հետ էլ եկեղեցիների 90%-ը ակումբ է դառել։ Հիսուսին սիրողների ակումբ է։ 30, 40, 50 տարի է նույն մարդիկ հավաքվում են նույն ակումբում, նույն Հիսուսից են խոսում, բան չի փոխվում իրանց կյանքերում։ Այն որ բժիշկը գնում է իր գործին, այն որ չգիտեմ, միլիցիոները գնում է իր գործին, լողորդը գնում է իր գործին, բայց բոլորը ջազ ակումբի անդամ են, ամեն ուրբաթ երեկոյան հավաքվում են իրան ջազ կլուբում, իրանց կոնյակը խմելու։ Ամեն մեկը մի բնավորության, մի բան է անում, մեկը գող է, մեկը հանցագործ է, մեկը բարի է, մեկը չար է, բայց ակումբի անդամ են բոլորը։ Մեր ակումբ չի սիրելիս։ Մենք հավատում ենք Հիսուսին, իրապես է պետք է ապրենք։ Իր ասածն էլ պիտի անենք։ Էս է մեր տարբերությունը ցանկացած հավաքից։ Ցանկացած հավաքից եկեղեցու տարբերությունը էս մեկն է։
Մենք ուրիշ ենք, սիրելիս։ Մեզ պետք է նայեն, ասեն, սրանք իրոք ուրիշ են, սրանք փոխված են, սրանք մաքուր են, սուրբ են, սրանք իրանց Աստծո հետևից են գնում։ Բարեկամներդ պետք է սկսեն ասեն ինքը խելառ է, նորմալ է դա։ Հերիք է բարեկամներիդ աշկը մտնես։ Նորմալ չի, որ բոլոր բարեկամներդ ասեն, հա դե մեր նման է, պրոստը մեկ-մեկ Հիսուս է ասում։ Չէ, պետք է ասեն խելառ է։ Ամեն ինչ թողել է գնացել է Հիսուսի հետ, վեց լավ է արել։ Դա Աստծո խոսքով է գրած է, Աստծո արքայությունը նման է մի հատ մարգարիտի, որ մեկը տեսավ ինչ ուներ, չուներ, ծախեց, եկավ այդ մարգարիտը առավ։ Նման է մի հատ գանձի, որ մեկը ինչ ուներ, չուներ, ծախեց, եկավ այդ արտը առավ։ Պիտի տենան զգան, որ դու մի քիչ դարել ես իրանց համար, որովհետև Աստծո խոսքը տենց էլ ասում է։ Կորչողների համար հիմարություն է մեր, այն ինչ որ մենք անում ենք։ Բայց փրկվողներս որ գիտենք մենք ինչ ենք անում։ Մենք գիտենք ու մենք հավատում։ Այն էլ այսօրվա այս աշխարհում տենում եք օրի խելառում է։ Գյուղի բարբարով ասած գեժռում է այս աշխարհը։ Էլ չի հասկանում ինչ է անում։ Նկատել եք, հա, արդեն մեծ մարդիկ, լուրջ մարդիկ, առաջի դեմքեր աշխարհի։ Մի օր մի բան են ասում, հաջորդ օր ասում են կատակ են անում, մի քիչ ժամանակ ձեզ արձակուրդ եմ տալիս։ Կատակ եմ անում։ Հասկանում եք, աշխարհը արդեն գժվել է։ Մենք էլ անտի-գժվինը որ չմիացնենք, մենք էլ կգժվենք։ Հա? Անտի-գժվինը մենակ Աստծո խոսքի մեջ է, ուրիշ տեղ չկա։ Էս է։ Եթե սրա մեջ չմնանք, սիրելիս, կուլա տալու մեզ, գնալով խելռում է այս աշխարհը։ Կուլա տալու չես ես գալու։ Բայց եթե իր ասածով ես գնում, եթե քեզ ասելա ոտով կգնաս մինչև Բաղդադ, եթե Աստված ասելա, ուզում եմ Բաղդադի ճանապարհին Թուրքիայում էլ կռիվ լինի, քրդերի մոտ էլ կռիվ լինի, Իրաքում էլ կռիվ լինի, դու տեղ ես հասնելու։ Կարևորը իր ասածը անես, ոչ թե եղանակի տեսությանը նայես մեկ էլ իրավիճակներին, այլ նայես իր ասածին։ Ասելա, խնդիր լուծողը ինքն է։ Կապ չունի ինչ խնդրի մեջով ես անցնում։ Մի քիչ այսքան լրջացնենք մեր հարաբերությունները Տիրոջ հետ։ Մի քիչ իր ասածին տեղ տանք։ Այնքան բան կփոխվի։ Հարի աղոթք կանենք։ Երկնային Արքա, մենք խնդրում ենք քեզ Տեր, ներես, եթե ինչ որ իրավիճակներում մեզ բան ես ասել ու չենք հասկացել, եթե ասել ես անենք ինչ որ բան, մենք մեր հակաճառումով, մեր անձնական գիտելիքներով փորձել ենք ուրիշ ձևով անենք, կամ ուրիշ կողմ գնանք, Տեր, խնդրում ենք ներես ու օգնես մեզ ավարտին հասցնենք քո բոլոր առաջադրանքները, Տեր։ Ինչ որ ասել ես մեր կյանքերում, օգնի մեզ հասցնենք ավարտին։ Խնդրում ենք նաև Տեր Արքա, որ քո զորությունը իջացնես, հեռացնես ամեն գործ ու մորեղ, ամեն կարկուտ ու խնդիր մեր կյանքերից, Տեր։ Օրհնում ենք քո մեծ ու սուրբ անունը, Տեր Հիսուս։ Ասում ենք շնորհակալ ենք քեզանից ամեն ինչի համար։ Շնորհակալ ենք, որ դու կպնում ես մեր կյանքերին։ Շնորհակալ ենք, որ դու ուղղորդում ես մեր կյանքերը։ Շնորհակալ ենք, որ դու մեզ պաշտպանում ես այս կորած, խառնված, շփոթված աշխարհի մեջ։ Պահում ու պաշտպանում ես։ Շնորհակալություն քեզ, մեծ Տեր։ Օգնի մենք իրականացնենք քո բոլոր պահանջները։ Ինչ էլ որ մեզ կասես, անենք ուրախությունով, առանց երկմտելու, առանց փնփնթալու, առանց վախենալու, քեզ վստահելով, քո հետևից գնալով, Տեր Հիսուս։ Փառք ու գոհություն քեզ, շնորհակալություն քեզ, մեծ Արքա։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, սիրելիս։ Փառք ամենակարող Աստծուն։ Գիտես, ես պատմությունը ամբողջը չկարդացի, բայց հասավ նրան, որ փառավոնը մինչև իր որդուն չկորցրեց, Աստծո ասածը չարեց։ Բայց գիտեք ինչն է կարևոր է այս պատմության մեջ, որ Աստված ասեց, վերջում եղավ Աստծո ուզածի պես։ Աստված Հովնանին ասեց, վերջում եղավ Աստծո ուզածի պես։
Այսինքն, եթե Աստված ասում է, մեկը իր ուզածը լինելու է։ Երկինքն ու երկիրը կանցնեն, իմ խոսքը չի անցնի։ Աստծո խոսքը գետնով չի ընկնի, հա? Եթե Աստված ասել է, պիտի լինի, հա? Բայց նենց չապրենք, որ Աստված ասի, այս խնձորը դիր ստեղ, այնքան չանենք, մեծանանք, ծերանանք, կորենք, գնանք, Աստված ուրիշին բարձրացնի, որ ուրիշի այդ խնձորը տեղափոխի։ Հա, այնքան չանենք, որ Աստված ուրիշի սրտում դնի։ Արի մեր թագերը ոչ մեկի չտանք, լավ, մեր պսակը արի ոչ մեկի չտանք, որտեվ քո ամեն Աստծո արածի համար դու պսակ ես տանում։ Արի այդ պսակը պահի քեզ։ Դրա վրա քո անունն ա գրած, մի թող ջնջեն ուրիշին գրեն, լավ։ Աստված օրհնի քեզ։ Փառք Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն։ Ես խնդրեմ մի հատ ձեր բարձրացնեն են մարդիկ, ովքեր որ այսօր առաջի անգամ են։ Եթե առաջի անգամ ես, ուզում ենք ողջունենք քեզ։ Խնդրում եմ։ Եթե փառք Տիրոջը, Աստված օրհնի ձեզ։ Սիրելիս, եթե առաջի անգամ ես ու այսպիսի եկեղեցում դեռ չես եղել, կյանքդ չես տվել Տիրոջը, ես խնդրելու եմ, իջի, ես էլ իջնեմ իրար հետ մի կարճ աղոթք անենք, լավ։ Այսօր քորն է։ Մի նայ կողքերդ, բոլորն են մի անգամ իջել են այստեղ։ Իջի մենք իրար հետ մի աղոթք անենք, լավ։ Եկեք ծափարենք իրանց, փառք Տիրոջը։ Եթե դու էլ համացանցով ես նայում առաջի անգամ, անպայման ես աղոթք արա, սիրելիս։ Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի, օրհնված լինեք։ Դա, Աստված օրհնի։ Աստված օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար, Տեր օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ շատ։ Աստված օրհնի ձեզ, հրաշքներ։ Տերը օրհնի ձեզ։ Աստված օրհնի քեզ։ Մենք սպասում ենք, արի։ Տերը թող օրհնի ձեզ շատ։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Ես գնամ են կողմում է բարևեմ եւ մենք մի կարճ աղոթք կանենք իրար հետ, լավ։ Աստված օրհնի ձեզ, հրաշքներ։ Տերը օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Օրհնված լինեք, Աստված օրհնի ձեզ շատ։ Գանձս օրհնված լինես, Տերը օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը։ Սիրելիներս, մի աղոթք կա, որ մենք հիմա իր հետ պետք է անենք։ Գալու ենք Տիրոջ առաջ հիմա ու ասենք Տեր Աստված, մինչև հիմա ոնց ապրել եմ կներես։ Եր իմ մեղքերը, կյանքս քեզ եմ տալիս։ Աստծո խոսքն ասում է, եթե մեկը սրտով հավատում է, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից, շուրթերով դավանում է իրան որպես Տեր ու Փրկիչ, ինքը փրկվում է։ Ոչ թե որ ինքը լավն է, չէ, որովհետև ես ու դու դրանով ընդունում ենք Հիսուսի արած զոհը խաչի վրա, որ ինքը մեր մեղքերի համար խաչվել է։ Մենք այդ ենք հռչակում երկնքի երկրի առաջ։ Եթե դու պատրաստ ես կյանքդ տաս Տիրոջը, ես խնդրելու եմ փակի աշկերդ ու իմ հետ կրկնի։ Ես ասեմ դու իմ հետ կրկնի։ Ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալի։ Եկ թագավորի իմ կյանքում եւ մկրտի ինձ քո Սուրբ Հոգով։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի ձեզ, սիրելիներս, Աստված օրհնի ամեն մեկիդ։ Աստվածաշունչն ասում է, եթե մեկը այս աղոթքը անում է, երկնքում հրեշտակները ուրախությունից պար են գալիս։ Բարի գալուստ Աստծո տուն, սա կոչվում է փրկության աղոթք։ Տերը օրհնի քեզ, ամեն շաբաթ մենք հավաքվում ենք ստեղ, սիրով սպասում ենք քեզ, ամեն շաբաթ։ Արի Աստծո տուն եւ մի կարեւոր բան, մենք ունենք մի փոքր նվեր ձեր համար։ Ինքը փոքր չափերով, բայց ամենակարևոր նվերն է։ Սա նոր կտակարանից մի հատված է Ավետարան ըստ Հովհաննեսի։ Անպայման վերցրու, կարդա
եւ շարժվի։ Սա կյանքի ինստրուկցիան է, շարժվի դրանով լավ։ Տերը օրհնի քեզ, ես խնդրելու եմ, բայց իրանք ձեզ ստեղ չեն տա, իրանք մի քիչ շատ հաշվարկած է իրանց մոտ, ասում են մինչև չգան մեր հետ սուրճ չխմեն, մենք իրանց չենք տալու այդ նվերը։ Դրա համար ես խնդրելու եմ, որ իրանց հետ բարձրանաք վերև, այնտեղ վերևում համ կշփվենք, համ կծանոթանանք, համ ձեր համար աղոթք կանեն, համ էլ նվերը կստանաք։ Աստված օրհնի ձեզ։ Ես կխնդրեմ ծափարեք իրանց հետ բարձրացեք վերև, լավ։ Տերը օրհնի ձեզ, բարով եք եկել։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Փառք Աստծուն։ Փառք ամենակարող Տիրոջը։ Փառք Աստծուն։ Ինչքան լավ է, որ եկեղեցում միշտ նոր մարդիկ կան, հա։ Փառք Աստծուն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը, Սուրբ Հոգու ներկայությունը, առաջնորդությունը, խաղաղությունը, սերը, ուրախությունը ամեն մեկիդ կյանքի մեջ լինի Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Հաջորդ շաբաթ զատիկն է, սիրելիս, մենակ չգաս, հատ նայելու եմ։ Աստված օրհնի քեզ։ Գնացեք խաղաղությամբ։